Նոր երազանքներ, նպատակներ ու իրական հավակնություններ։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին կփորձի կրկնել ֆուտզալի հավաքականի հաջողությունը, հայտնվել Եվրոյի եզրափակիչ փուլում 2028-ում։ Առաջին ճանապարհն ազգերի լիգայի խաղարկությունն է։ Մեզ բաժին են հասել թիմեր, որոնց հետ կարելի է լավ խաղալ ու հաղթել։ Իհարկե, նման հավակնություններով ազգերի լիգայի խմբային փուլին են մոտենալու նաև ազգերի լիգայի երկրորդ խմբում հայտնված մեր մրցակիցները՝ Մոնտենեգրոյի, Կիպրոսի հավաքականները եւ Լատվիա-Ջիբրալթար զույգի հաղթողը։ Հայաստանի հավաքականի մարզիչը վիճակահանությունից գոհ է, նշում է, որ պետք է լավ պատրաստվել ու անել առավելագույնը։ Գոհ ենք վիճակահանությունից, պետք է լավ պատրաստվենք։ Այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան եւ մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են։ Առջևում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը։ Ֆուտբոլում կարևորը վստահությունն է, որը մենք զգում ենք։ Հայաստանի հավաքականը բաժին հասած բոլոր թիմերի հետ էլ մրցելու փորձ ունի։ Ամենաբարդ մրցակիցը թերևս Կիպրոսի հավաքականն է։ Վիճակագրությունը նույնպես կղզիաբնակների օգտին է։ 7 խաղից 4-ում նրանք հաղթել են, 2 խաղ ավարտվել է ոչ ոքի, 1 խաղում էլ հաղթել է մեր ընտրանին։ Մոնտենեգրոյի հետ խաղացել ենք 4 անգամ, 2-ում հաղթել ենք, մեկական հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի եւ մրցակցի հաղթանակով։ Լատվիայի հետ վիճակագրությունը նույնպես մեր օգտին է, իսկ Ջիբրալթարի հետ խաղերում մեկական հաղթանակ կողմերի օգտին։ Այս ամենը վիճակագրիչների համար է։ Այս ընթացքում էականորեն փոխվել են թիմերի կազմերը, իսկ նժարին այս անգամ Եվրոյի իրական հնարավորությունն է։ Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին։ Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել։ Մեր նպատակը լավ պատրաստվելը եւ խմբում առաջին տեղը զբաղեցնելն է։ Հետաքրքիր խաղեր են լինելու։ Ցելիգայի մյուս խմբերն այսպիսի դասավորությունն են։ Առաջին խմբում միմյանց հետ կմրցեն Ալբանիայի, Ֆինլանդիայի, Բելարուսի եւ Սան Մարինոյի հավաքականները։ Երրորդ խմբում Ղազախստանի, Սլովակիայի, Ֆարերյան կղզիների եւ Մոլդովայի ընտրանիներն են։ Չորրորդ խմբում էլ հանդես կգան Իսլանդիան, Բուլղարիան, Էստոնիան եւ Լյուքսեմբուրգը կամ Մալթան։ Խմբերում առաջին տեղ գրաված հավաքականները կխաղան կիսաեզրափակիչում նոկաուտ համակարգով։ Ցելիգայի հաղթողը միանգամից կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Ազգերի լիգայի մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։